Ժողովուրդ ջան, բարև ձեզ։ Այսօր կխոսանք առաջինը նոր համակարգի կայացումը դրա մասին, երկրորդը ժողովրդի համախմբում եւ երրորդը ուղիղ կապը մեր միջև կստեղծենք։ Սկսենք առաջինից, ով չի ճանաչում առաջի անգամը բարև ձեզ, իմ անունը Արայիկ է, վիրտուալ խորհրդարանի հիմնադիրն եմ։ Հիմա ով արդեն վաղուց է հետևում, արդեն գիտի ինչ է վիրտուալ խորհրդարանը։ Ես ուզում եմ խոսեմ այն մեր համակարգի կայացումը։ Ես մի քիչ հեռվից գամ, ստեղծվել է այս գաղափարը իմ մոտ օգոստոս ամսից է։ Ես սկսեցի իրան ծրագրավորել, մշակել, գրել, ու հետո հունվար ամսից ես արդեն իրան հունվար ամսից արդեն ես գնացի Հայաստան, որպեսզի ներկայացնեմ մեր կառավարությանը, մեր իշխանությանը, որպեսզի այս համակարգը, այս կառավարման մոդելը ներդնենք մեր պետության կառավարման մեջ, բայց մեր իշխանությունը, ոնց որ ասած կարելի ասել, մերժեց։ Ես էլ արդեն մոտ ամիս ու կես է, ոչ թե փոխեցի ձևը, ոչ թե վերևից ասի, սկսենք այլ ներքևից դեպի ժողովրդի, ու դա ավելի ճիշտ է, էլի, ներքևից, որ ժողովուրդը այս ամեն ինչը եթե ընդունում է, ու ինքն էլ շարունակի դեպի զարգացնի ու բարգավաճի ու կառավարման մոդելը ներդնի։ Ու ժամանակի այս արդեն ամիս ու կես ցույց տվեց, որ իրականում սա մեծ պահանջարկ ունի ժողովրդի կողմից, որտեղ ուզում են բոլորը մասնակից լինեն պետության կառավարմանը։ Փետրվարի 5-ից արդեն ինքը սկսեց գործնականում աշխատելը, քվեարկության բաժինները, ու մարդիկ սկսեցին քվեարկության միջոցով, ճիշտն ասած, ինչը ավելի մի քիչ կասկածում էի, իմ մեջ ավելի մեծ վստահություն մտավ, որ մարդիկ սկսում են իրենց քվեարկությունների միջոցով ստեղծել այն համակարգը, որտեղ ուզում են ապրել։ Դա արդեն ով մասնակցում է, գիտի ինչ է, մեր քվեարկությունների բաժինը ով չի, առաջի անգամ թող մտնի նայի, իսկ ով շուտվանից է, արդեն գիտի, թե մենք ինչ ենք ստեղծում։ Այսինքն ծրագրավորում ենք մի նոր համակարգ ապագայի, որտեղ ուզում ենք ապրել մենք այս ընդունված մեր քվեարկության միջոցով օրենքներում։ Դա կլինի բյուջեի հարցը, դա կլինի արդարադատության դատավորների հարցը, դա կլինի ֆինանսական եւ այլն, ընդհանուր բոլորը։ Մենք կարելի ասել ստեղծել ենք մի հատ օրգանիզմ, որը աշխատում է արդեն, գործում է, ճիշտ է, փոքր է, բայց դե ճիշտ ասած ես չեմ էլ ուզում շատացնեմ, ես կարայի, այսինքն դնեի գովազդի տակ, հիմա ոչ թե լինեինք 1600 հոգի, այլ լինեինք խոսքի 16000 հոգի, բայց ես չեմ ուզում դա միանգամից ոնց որ իրան տենց մեծ քանակությամբ մարդիկ լինեն, որովհետև իմ համար դեռ շատ դժվար կլինի այդ ամենը կառավարելը, ինձ վիրտուալի խորհրդանին պետք են օգնականներ, որպեսզի այս ամեն ինչը կառավարենք, դրա համար ես չեմ ուզում միանգամից շատ մարդիկ լինեն, քիչ-քիչ զարգանալով գնում ենք առաջ, սա ինչ եմ ուզում ես սրանով ձեզի բացատրեմ, որ սա իրականում ես ձեզ ցույց տվեցի, ես տենց եմ մտածում, որ 100%-ով ես ձեզ ցույց տվեցի, որ դուք, այսինքն մենք բոլորով, մենք կարանք մեր քվեարկությունների միջոցով կառավարենք մեր պետությունը։ Ընդամենը ես դա էի ուզում ձեզի ցույց տայի։ Եվ այստեղ մենք բոլորովս այդ քվեարկությունների միջոցով հենց ստեղծել ենք այդ մոդելը, ոնց որ ինքը արդեն
այն օրգանիզմն է, որ արդեն աշխատում է, ծնվել է ու գնալով շատանում է ու գնալով մենք հասկանում ենք, տեսնում ենք, թե ամեն մի քվեարկության հարցի տակ մարդիկ ոնց են քվեարկություններին մասնակցում, ինչ են ուզում ու ինչպես են ուզում, ինչ պահանջներ են ներկայացնում, ինչ որոշումներ են կայացնում, ապագան ոնց է տեսնում։ Ես դրա համար իմ համար սա կարելի ասել իմ համար հաղթանակ է, որտեղ ես ձեզ բոլորիդ ապացուցեցի, որ սա աշխատող օրգանիզմ է 100%-անոց եւ սա մեր բոլորիս ապագան է։ Թեկուզ ճիշտ է, քիչ ենք, բայց շուտով կավելանանք, ուստի կարևորը կլինի, որ բոլորիդ մասնակցությունը ոչ միայն այս քվեարկության, այլ ամբողջ համակարգի կայացմանը ու ոնց որ ասած ներբեռնենք մեր պետության կառավարման մեջ, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի մասնակից դառնա մեր պետության կառավարմանը։ Սա այն մոդելն է, որը կլուծի մեր խնդիրները պետության, այն Արցախի պատերազմից հետո այն վերքերը, որ հիմա ունի մեր հասարակությունը, մեր պետությունը, սա իրոք կլինի այն խնդիրների լուծման մոդելը։ Ոնց որ ասած, սա այն դեղն է, որը հարկավոր է մեր հասարակությանը, որպեսզի մենք բոլորովս համախմբվենք եւ ծրագրավորենք մեր ապագան ու մեր պետությունը։ Սա մեր ապագայի ոնց որ ասած ծրագիրը կդի մեր բոլորիս կողմից։ Մենք ստեղծում ենք մի նոր իրականություն, այսինքն արդեն ստեղծել ենք, ճիշտ է, փոքր է, բայց հեսա ես չեմ կասկածում, որ գնալով ավելի կմեծանա։ Ես ուզում եմ ոչ թե ես մեծացնեմ, այլ դուք բոլորովդ այս ամենը մեծացնեք ու իմ կողմից ամենակարևորը ես ձեզ ցույց տվեցի, որ սա 100%-անոց աշխատող մոդել է, կառավարման նոր մոդել է, իսկ սրա զարգացումը, տարածումը դա ես ուզում եմ, որ դուք անեք, որտեվ ճիշտ չի լինի, որ այսինքն ժողովուրդը պետք է այս ամենը զարգացնի ու կառավարի։ Սա ուղիղ ժողովրդավարություն է հենց մեր բոլորիս կողմից, ուղիղ ու թափանցիկ կառավարում է։ Բոլոր ամենը լինում է թափանցիկ, բոլորիս մասնակցության միջոցով մենք կառավարում ենք մեր պետությունը։ Սա հաղթանակ է հերթին իմ համար, որտեղ ես սրա վրա երկար ժամանակ եմ գիշեր-ցերեկ կարելի ասել աշխատել եմ, ու թափանցիկ կլինի, որտեղ ամենը լինելու է շատ պարզ, ոնց որ հիմա տեսնում եք այս ամենը թափանցիկ է, հետագայում մենք ստեղծենք մեր հավելվածը, որտեղ բոլոր քաղաքացիները իրանց անձնագրերով, իրանց տվյալներով կգրանցվեն եւ արդեն Հայաստանի քաղաքացիները եւ այս ամենը կդառնա արդեն պետական կառավարման մոդել։ Դա ճիշտ է, հետագայի ծրագիր է, բայց դե հիմա մենք ոնց որ ասած, ես առաջի փուլն էր, ինձ համար կարևոր է որպեսզի այն ներկայացնեի ձեզի բոլորիդ, ցույց տա իր աշխատանքի ձևը, ոնց է աշխատում ձեր մասնակցությամբ, ոնց է կառավարվում։ Սա հիմա ուզում եմ անցնենք արդեն երկրորդ փուլին, որտեղ մենք արդեն ոնց որ ասած վիրտուալ թեորիայից պետք է անցնենք գործնական քայլերի։ Ժողովրդի համախմբում երկրորդ փուլը սկսենք։ Ստե արդեն մենք անցնում ենք գործնական քայլերի։ Մենք բոլորովս այն մարդիկ, ով որ հասկացել է, ով որ ուզում է իրականում, որ այս մոդելը դառնա, այսինքն հիմքը դնենք արդարությանը, այս մոդելը հենց դա է, որ մենք հիմքն ենք դնում արդարությանը մեր հասարակության մեջ, մեր պետության մեջ։ Բոլորս դառնում ենք մեր ապագայի որոշողները, քվեարկությունների միջոցով որոշում ենք բոլոր խնդիրները։
Սկսում են քաղաքացիական ակցիա, կուզեմ, որ բոլորդ ակտիվ լինեք, սա շատ կարևոր է։ Մենք հիմա առաջի խնդիրը պետք է լուծենք ժողովրդի համախմբումը։ Այսինքն, եթե մենք հիմա 1600 հոգի ենք, հիմա պետք է դառնանք 1, 2, 4, բոլորը պետք է հասկանան, թե մենք ինչ ենք անում։ Սա շատ կարևոր է։ Ու պետք է մարդուն այնպես բացատրվի խոսքի 10 վայրկյանում մենք ինչ ենք ներկայացնում, ինչ ենք ուզում։ Այսինքն սահմանադրորեն իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Իսկ վիրտուալ խորհրդանը դա այն գործիքն է, որը իշխանությունը վերադարձնում է հենց ժողովրդին իրական։ Եթե ներկա համակարգում ճիշտ է սահմանադրության մեջ գրված է, որ ժողովրդին է, բայց ժողովուրդը ընդամենը մասնակցում է 5 տարին մեկ քվեարկությանը։ Իսկ վիրտուալ խորհրդանը տալիս է մշտական ներկայություն մարդու, քաղաքացու, որտեղ քաղաքացին կարա որոշում կայացնի քվեարկության միջոցով, ներկայացնի իր գաղափարը, ներկայացնի իր ծրագիրը, իր օրինագիծը, իր խնդիրները եւ հասարակության կողմից այդ ամենը քննարկվի, առաջարկներ արվի եւ որոշում կայացվի։ Հենց սա կարելի ասել, ոչ թե կարելի ասել, հենց տենց է, վիրտուալ խորհրդանը վերադարձնում է ժողովրդին իր իշխանությունը։ Նոր տեխնոլոգիաների միջոցով մենք սկսում ենք կառավարել մեր պետությունը։ Դրա համար հիմա մենք սկսելու ենք արդեն քաղաքացիական ակցիային գործնականին անցնենք, ով ուզում է մասնակցի ակտիվ, սա WhatsApp-ն է, WhatsApp-ի համարը, կարաք բոլորդ գրեք եւ խնդրում եմ ոչ թե զանգահարեք, այլ հաղորդագրություն ուղարկեք, որտեղ շատ դժվար է այդ ամենին պատասխանելը, դրա համար ուղարկեք հաղորդագրություն, նամակ ուղարկեք։ Հիմա ինչ ենք անելու։ Վայ, հիմա առաջի հերթին, մեր օրակարգում թոշակառուների հարցն է, թոշակի բարձրացում, մենք ներկայացնելու ենք, այսինքն թոշակառուները պահանջում են թոշակների նվազագույն շեմի բարձրացում, անվճար բժշկական ապահովության թոշակառուների համար, թոշակների ինդեքսավորում ըստ գների աճի եւ տնտեսական վիճակի, բյուջեի արդար վերաբաշխում, պետական ճոճ ծախսերի կրճատում, հանրային վերահսկողություն բյուջեի վրա թափանցիկության ապահովում։ Սա մեր պահանջն է եւ խնդրի լուծման մոդելը, ձևը։ Ինչպես կառավարությունը պետք է լուծի այս խնդիրը, պետական ապարատի օպտիմալացում, նախարարությունների վարչական մարմինների չարդարացված հաստիքների կրճատում, պաշտոնյաների, պարգևաուտճյանների եւ ծառայողական մեքենաների սահմանափակում, խնայված գումարները ուղղելով սոցիալական ծրագրերին, կոռուպցիոն հոսքերի վերացում, փողերի անարդյունավետ ծախսերի կրճատում, պետական բյուջեի վերահաշվարկ, այսինքն հասարակության կողմից պետք է լինի վերահաշվարկ եւ քվեարկությունների միջոցով մենք այդ ամենը պետք է որոշումներ կայացնենք։ Սոցիալական ոլորտի համար ավելի մեծ տոկոս հատկացնելու համար եւ ամենակարևորը հանրային քննարկումների ներմուծում, բյուջեի բաշխման մասին որոշումներ ընդունելու համար, հանրային քվեարկությունների ներմուծում կներեք։ Այսինքն ստեղծվի այն հավելվածը, ոնց որ հիմա մենք ունենք այս YouTube-ում, ստենք քվեարկություն անում, այլ փոխենք պետության կողմից հաստատված հավելված պետություն հենց ֆինանսավորի, այսինքն ժողովուրդը իր բյուջեով ֆինանսավորի ստեղծվի, դա մեծ գումարներ էլ չի, ստեղծվի այդ հավելվածը, որտեղ բոլոր քաղաքացիները կարան գրանցվեն ու մասնակցեն քննարկումներին, առաջարկներին եւ քվեարկություններին։ Արդեն 913 հոգի մասնակցել են քվեարկություններին, խնդրում եմ էլի ակտիվ եղեք, ու եւ 96%-ը կողմ են,
որ այս պահանջների եւ խնդրի լուծման մոդելը այսպես լինի, եւ սա ներկայացնենք առաջին հերթին մեր իշխանությանը, առաջինը, եւ ամենակարևորը ներկայացնենք հասարակությանը։ Հասարակությունը տեսնի է մեր թոշակառուների խնդիրը, կարդա այս ամենը, հասկանա, թե մենք ինչ ենք ուզում, սա հասարակության մի մասն է այս պահանջը ներկայացնում, եւ կարան բոլորը միանան ու կարելի ասել կառավարեն այս process-ը։ Այսինքն միանում են այս process-ին, այս պահանջին եւ ներկայացնում են մեր պահանջները բոլորովս։ Հիմքն ենք դնում արդարությանը, որտեղ բոլորով պետք է որոշենք, մեր հասարակությունը բոլորով պետք է որոշենք թոշակների բարձրացման հարցը քվեարկությունների միջոցով։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է դառնա մասնակիցը այս խնդրի լուծմանը։ Մենք այս պահանջով ոչ թե միայն թոշակների բարձրացման խնդիրն ենք լուծում, սա շատ կարևոր է հասկանալ, հենց մենք այս պահանջով վերադարձնում ենք մեր իշխանությունը։ Այսինքն քվեարկությունների միջոցով, եթե մենք որոշում ենք կայացնում, նշանակում է, որ մենք սահմանադրորեն, ոնց որ ասած, որը սահմանադրության մեջ գրած է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, ու ժողովուրդը իր քվեարկությունների միջոցով խնդրի լուծման մոդելն է տալի, դա արդեն հենց հիմքն է, սկիզբն է դառնում մեր համակարգի, ոնց որ ասած, մեր կառավարման, ժողովրդի կառավարման մոդելը սկսում է աշխատել։ Դա համար բոլորդ շատ կարևոր է ոչ թե այս խնդիրը մենակ թոշակառուների հարցը չի, թոշակառուներ ջան, այս խնդրով մենք լուծում ենք ոչ թե միայն ձեր, այլ մեր ընդհանուր, մեր հասարակության խնդիրների հարցը, մեր պետության յուրաքանչյուրը պետք է մասնակցի, որ մաքուր ժողովրդավարական պետություն դառնա։ Ոչ թե պետք է Նիկոլը որոշի կամ մի խումբ մարդիկ, որևէ կուսակցություն, այլ ընդհանուր ժողովուրդը։ Ստե չպետք է լինի քաղաքական հարց, սա քաղաքացիական խնդիր է, մենք քաղաքացիական ակցիա ենք սկսում, այլ ոչ թե քաղաքական։ Շատ կարևոր է, որ այս ամենը գնա ծրագրավորված, ոչ թե մի խոսքի մենակ առաջի պունկտը ներկայացվի, նվազագույն շեմի բարձրացում, այլ ամբողջը պետք է ներկայացվի։ Խնդրի լուծման մոդելը մենք ոնց ենք տեսնում։ Մենք առաջի հերթին գործնական փուլ մտնելով, քաղաքացիական ակցիա սկսելով, այսինքն դա ո՞րն է, այդ որ ասում եմ գործնական փուլ։ Այն մարդիկ, ով որ առաջի հերթին ակտիվ են, ուզում են մասնակցեն այս շարժմանը, այս սկիզբը դնեն, հիմնադիրները դառնան մեր ապագայի, ձեր անուններն ոսկի տառերով կգրվի իրականում, որտեղ դուք եք վերադարձնում եք արդարությանը, սկիզբն եք դնում արդարությանը, այդ մարդիկ հենց թղթի վրա, մի հատ A4 ֆորմատի, գրվում են այս պահանջները ու всё, ներկայացնում են հասարակությանը։ Սկսվում է ամենօրյա ակցիան, ամեն օր ներկայացնում է հասարակությունը, որպեսզի հասկանա ինչա կատարվում, ինչ ենք մենք պահանջում։ Մենք բոլորի խնդիրն ենք լուծում, սա ոչ թե միայն մեր թոշակառուի խնդիրն ենք լուծում, սա յուրաքանչյուրի խնդիրների լուծման մոդելն է, իր ընտանիքի բարեկեցման մոդելն է, հասարակության բարգավաճման մոդելն է, սա պետության հզորացման մոդելն է։ Սա ոնց որ ասած այն դերն է, որը ամեն ինչի համար է, որը բուժում է մեր հասարակության հիվանդությունները, վերքերը։ Սա մենք իրականում մեր այս անցած տարիների խնդիրների լուծման
ոնց որ ասած լուսման մոդելն է, մենք առաջերտին համախմբվում ենք։ Դրա համար յուրաքանչյուր քաղաքացի առաջի երթին ով սկսում է մասնակցել, ինքը պետք է կառավարի այս process-ը, կառավարիչ դառնա։ Այսինքն ստեղծում այդ կարել ոնց ասեմ պլակատը, կարա մայքի վրա գրի, դեմը, հետևը սպիտակ մայկահագցի, սև ֆլոմասերով գրի, ինչքան շատ տարածվի այս տեղեկությունը, ինչքան շատ ավտոյի վրա գրվի, այնքան ինքը ավելի կսկսի հզորանալը, շատանալը։ Ստե դրա համար այս ինֆորմացիան պետք է ամբողջովին տարածվի հասարակության մեջ, որպեսզի հասարակությունը համախմբվի մի մտքի շուրջ, հիմքն է դրվում արդարությանը մեր հասարակության մեջ։ Ինքն է հասարակության յուրաքանչյուր անդամ մասնակցում է այս որոշումի կայացմանը։ Նա յուրաքանչյուրը միանում է, դառնում է կառավարիչ է այդ process-ի։ Ծրագրավորված process է, սա քաղաքացիական process է։ Չի կարելի սա խառնել քաղաքականին։ Մենք մեր քաղաքացիական իրավունքներն ենք վերականգնում, ինչպես գրված է սահմանադրության մեջ։ Իշխանությունը մենք ենք, յուրաքանչյուրս է։ Մենք վերականգնում ենք մեր իրավունքը։ Մենք բոլորով միասին ծրագրավորելու ենք մեր ապագան։ Եթե պետությունը այս շարժումը մեծանալով տենան մեզի արդեն ոնց որ ասած մեզի բանի տեղ չի դնում, արհամարում է, մենք արդեն մտնենք քաղաքականության մեջ, կստեղծենք քաղաքական մի կուսակցություն, ու լավ, դա արդեն ուրիշ փուլ է, ես դրա մասին չեմ ուզում խոսամ։ Հիմա ես ուզում եմ կարևորը երկրորդ փուլի մասին խոսամ, ոնց ծրագրավորված ստեղծենք այդ ամեն ինչը, այդալով տարածվի ու որպեսզի ժողովուրդը համախմբվի մի գաղափարի շուրջ, հիմքն ենք դնում արդարությանը։ Բոլորս մասնակցում ենք խնդիրների լուծմանը։ Մեր քվեարկությունների միջոցով, եթե կարակ մարդկանց կարճ բացատրեք տենց, կարակ մարդկանց ասեք, մտնում եք վիրտուալ խորհրդարան YouTube-ում, մտնում եք քվեարկությունների բաժին, կարդում եք, տեսնում եք ժողովրդի ձայնը, ժողովուրդը ինչ է ուզում, ինքը ամեն ինչ արդեն կհասկանա։ Դրա համար համ ձեր ճկուն խոսքն պետք, որ ժողովրդին բացատրեք, համ ձեր ճկուն աշխատանքը, համ եք քաղաքակիրթ լինեք, օրենք պետք չի խախտել, ամեն ինչ օրենքի սահմաններում, մենք օրենքի սահմաններում վերականգնելու ենք մեր իրավունքները։ Սա մենք ոչ մի բան, ոնց որ ասած, օրենքից դուրս բան չենք պահանջում, օրենքի սահմաններում մենք վերականգնում ենք մեր իրավունքը։ Բոլորը խոսքի 10 հոգի է հիմա ակտիվ, իրանք այդ ամեն ինչը պլակատը գրվում է, գնում է կառավարության շենք, խոսքի կարանք ասենք օր հեսա, հիմա կտեսնենք քանի հոգի է ակտիվ դառնում, WhatsApp-ով միանում, խոսքի 5 հոգի է կամ մի հոգի է կամ 10 հոգի է կամ 100 հոգի է կամ 500 հոգի է, գրվում է ամեն մեկը իր պլակատը, այսինքն պլակատը որն է, այս պահանջը, որտեղ 913 հոգի քվեարկել են, որից 96%-ը կողմա, որպեսզի այս պահանջը կատարվի։ Ու կայնում ենք կառավարության շենքի դիմաց։ Ժողովուրդ հանձնում է հերթականությամբ, բոլորը հետաքրքրվելու են, ինչ է կատարվում։ Առաջի բառը, մենք հիմքն ենք դնում արդարության։ Մենք ուզում ենք առաջերտին արդարությունը հիմք դրվի մեր պետության մեջ։ Ու գիտեք որն է, ես մի կողմի շատ ուրախ եմ, որ հենց ես այս նախագիծը հիմնեցի, ժողովուրդը քվեարկությունների միջոցով այս օրինակ ես մտածում եմ տրանսպորտի խնդիրը կբերի, բայց բերից թոշակառուների խնդիրը։ Ու ավելի շատ հիմա այս էջում հավաքված են թոշակառուները։ Ես շատ ուրախ եմ, որտեղ դուք այն մասան եք մեր հասարակության, այն խավն եք, որը ավելի գիտակից է, փորձ ունի, ոնց որ ասած իր օպտով, իր իմաստությամբ, ովքեր էլ ամենաշատը
տուժում անարդարությունից մեր իշխանության կողմից։ Հիմա դուք ձեր ձեռքով հիմքն եք դնելու արդարությանը, որպեսզի ոչ միայն դուք սրանից ոնց որ ասած ձեր այս խնդիրները լուծեք, այլ ձեր երեխեքին տակ արդար միջավայր։ Ստեղծեք այդ արդար միջավայրը, որտեղ ձեր երեխեքը ապրելու են։ Ստեղծեք այս կառավարման մոդելը, որտեղ ձեր երեխեքը ապրելու են։ Ստեղծեք մի արժեք, որը կգնա դարերով։ Սա իրականում, սա այն արժեքն է, որը երանելի է բոլորիս համար կլինի։ Ու սա ոնց որ ասած անհնարին բան չկա, սա ու դժվար բաներ չկա, ընդհանրապես մասնակցությունն է պետք, գաղափարի հասկանալը ոնց ենք այս ամեն ինչը, ինչ ենք, առաջի հերթին շատ կարևոր է յուրաքանչյուրը հասկանա այս քայլով ինքը ինչ է ստանալու, իր ընտանիքը ինչ է ստանալու, իր պետությունը, ստե շատ կարևոր է հենց դա։ Այս ամեն ինչը բոլորը պետք է հասկանան, որ այս ամենը կատարում է բոլորի համար, մեր հասարակության համար, մեր պետության համար։ Դրա համար յուրաքանչյուրը տես գրում եք, գնում եք կառավարության շենքի դիմացը կայնում եք։ Այսօր խոսքի 2 հոգի եք, միանում են 2 հոգի, վաղը դառնում եք 4 հոգի, դառնում եք 4 հոգի, մյուս օրը դառնում եք 8 հոգի, ու տենց ամեն օր իրան, տունը ոնց է սարքում, քար, ինքը պետք է ամբողջովի սարքվի, միջև ամբողջ հասարակությունը տեսնի, թե մենք ուր ենք գնում, ինչ ենք ստեղծում, ինչի հիմքն ենք դնում։ Դե ցավը տանեմ։ Մենք ստեղծում ենք մի նոր ապագա, բոլորս իրար հետ միասին։ Ստեղ շատ կարևոր է որակը, ոչ թե քանակը, որակը, գաղափարի հասկացած մարդիկ հասկանում, որ բացատրեն ժողովրդի, հասկանան, յուրաքանչյուրը պետք է հասկանա ինչ անում, ինչի համար է էսի անում, ինչ է սրանից ստանալու, սա է ամենակարևորը, ոչ թե պետք է լինի խոսքեր միայն, այլ գործողություն, երբ որ մենք ստեղծում ենք գործողություն, ինքը արդեն ոնց որ ասած օրգանիկ կմեծանա։ Դրա համար ձեր յուրաքանչյուրի ակտիվությունը շատ կարևոր է։ Հիմա եթե առաջին փուլում ես ձեզի ներկայացրեցի, ես գտնում եմ 100%, որ ես ձեզի ապացուցել եմ, որ այս մոդելը դուք ձեր ձեռով ստեղծել եք, ձեր ձեռքով դուք ստեղծել եք մի համակարգ վիրտուալ, որը հիմա դուք այս ամեն ինչը ներդնելով այդ համակարգը կդնեք մեր պետության կառավարման մեջ, որ ինչ ձևի եք ուզում ապրեք, ինչ ձևի դատական համակարգ եք ուզում։ Այսինքն դուք եք այս ամենը ստեղծում, բոլորով իրար հետ միասին, քաղաքակիրթ ձևով։ Ստե լիդեր չկա, ստե լիդերը բոլորդ եք։ Դուք բոլորդ եք ստեղծում այս ամենը։ Սա քաղաքակիրթ մոդել է։ Դուք ծրագրավորում եք ձեր ապագան միասին։ Հիմա նույնն էլ էս երկրորդ փուլը ամեն ինչը պետք է գնա ծրագրավորված։ Չպետք է շեղվի ճանապարհը։ Քաղաքական մենք ոչ մի պահանջ չունենք։ Մենք ընդհանրեն ունենք քաղաքացիական իրավունքների վերականգնում, մեր սահմանադրական իրավունքների վերականգնում ենք ստեղծում։ Մենք քաղաքական ոչ մի խնդիր չունենք։ Ամենը օրենքի սահմանների մեջ է։ Մենք ոչ մի օրենք չենք խախտում։ Ոչ մի բան չենք մոգոնում։ Հեծանիվ ստեղծում թազա կամ եսի ինչ։ Ընդհանրապես մենք բոլորս դառնում ենք պահանջատեր։ Մենք բոլորով ստանում ենք մեր իրավունքը այս քայլերով։ Դնում ենք, ստեղծում ենք մի հատ թափածի կառավարում բոլորիս կողմից, վիրտուալ։ Всё։ Ու արդարության հիմքն ենք դնում։ Սա է մեր պահանջը բոլորիս կողմից։ Ընդհանրապես ավել բան չենք ուզում։ Դրա համար խնդրում եմ ակտիվներին, ով մասնակցելու է, սա կապը, մենք ստեղծում ենք արդեն ուղիղ կապը վիրտուալ,
որպեսզի ոնց որ ասած կոորդինացնենք այս ամեն ինչը ու սկսենք հիմա սա բայց իրականում երբ որ կարդում եմ ես այս քվեարկությունների թե մարդիկ ոնց են կառավարում իրանց ապագան, ոնց են իրանց ապագան կառավարման տեսնում, ինչ ձևի է, ինչ օրենքներ են ստեղծում, ինչ ձևի կառավարություն են ուզում ստեղծել, ինչ ձևի հարկերը կառավարեն իրանք, այսինքն իրանք են ուզում հարկերի որոշեն ոնց է հարկերը բարձրանում, ոչ թե Նիկոլը կամ իր թիմը, սա շատ կարևոր է։ Ժողովուրդ ջան, այսքանն եմ ուզում ասեմ ձեզ, դրա համար առաջինը ինչ դեր, ոնց ենք ստեղծել այս համակարգը իրար հետ միասին, այս արդեն ամիս ու կես այս ընթացքում մենք ստեղծել ենք մի մոդել, որով կարանք իրականում կառավարենք մեր պետությունը։ Ես այս նախագծով ես ձեզ ցույց տվեցի իրականում, որ դուք բոլորով իրար հետ համախմբվում եք, ինչ ձեր բանակցությունը միասին հավաքվում է ու դուք ինչ ուղղությամբ եք գնում ու ինչ եք ստեղծում։ Ես այդ ամենը ձեզի արդեն 100%-ով ցույց եմ տվել ու իրականում սա հեքիաթ է։ Իրական հեքիաթ է, որը կփոխի մեր բոլորիս կյանքը։ Հետո առաջինում ես ներդրեցի դուք իրան ոնց որ ասած աշխատացրիք, իրան զարգացրեցիք, իրան ծրագրավորում եք, իրան ուղղություն եք տալի ոնց է գնալու, ոնց է լինելու մեր պետությունը, մեր հասարակությունը։ Հիմա երկրորդը արդեն երկրորդ անցնենք դրա համար եմ ասում, անցնենք երկրորդ փուլին գործնական, որպեսզի համախմբենք հասարակությանը այս ամենը առաջի հերթին ինքը ծանոթանա հասարակությունը, որ ինչ մոդելով ենք մենք կառավարելու, ոնց ենք արդարության սկիզբը դնելու մեր պետության կառավարման մեջ, ստեղծելով թափանցիկ կառավարում բոլորիս հետ միասին։ Սա ահագին մարդիկ հարց են տալիս, սա հնարավոր չի, ես եք ասեմ, սա արդեն փորձված մոդել է ոչ թե մի երկրի, այլ կարելի ասել տասնյակ երկրներ արդեն այս ուղղությամբ գնում են, որտեղ ցույց է տալի, որ մի հոգի ով որ կառավարում է պետությունը, դա հենց մեր անցած ժամանակն էլ է ցույց տվել մեր պետության վրա, իրականում նա չի ներկայացնում ժողովրդի շահը։ Ոչ մի անձ լիակատար չի կարա ներկայացնի ժողովրդի շահը։ Ժողովուրդը պետք է ներկայացնի իր շահը։ Ինքը կառավարությունը ընդամենը նրա համար է, որ ոնց որ ասի կատարի ժողովրդի պահանջները։ Եթե կառավարությունը չի ներկայացնում, չի կատարում ժողովրդի պահանջները, շատ հանգիստ մի օրում կարանք այդ կառավարությունը փոխենք։ Ընդամենը դրա համար մեր բանականությունները միացնել է պետք եւ իրար հետ առաջ շարժվել։ Սա կդառնա մի հատ հզոր ուժ, հզոր կառավարում բոլորիս կողմից։ Ես առաջին փուլի համար ես բոլորիդ շնորհակալություն եմ արդեն ուզում ասեմ, որտեղ դուք ստեղծեցիք այդ օրգանիզմը, որը արդեն ոնց որ ասած ծնվել է, աշխատում է։ Շնորհակալություն եւ շնորհավորում եմ ձեզ, որ դուք արդեն ինքը դրեցիք սկզբի, որը արդեն ինքը գնալով այդ սերմը դրել եք, իրան ջրում եք, ինքը գնալով մեծանում է, տերևներ է տալի, ընթացքում ավելի կմեծանա, ինչքան շատանանք եւ կգա մի ժամանակ, որ բոլորս այդ բերքից կօգտվենք։ Ես տենց եմ կարծում, տենց կլինի ու դրանում չեմ եք հասկացում, ընդամենը բոլորիս մասնակցություն է պետք։ Ես ձեր ցավը տանեմ, այս sense առաջ գնացեք։ Այս էլ կապը նորից եմ ցույց տալի, բոլորը միանում եք, ինչ գաղափար ունեք, կարաք ուղարկեք ձեր քվեարկության հարցերը, ձեր խնդիրները, դուք ամեն ինչի մասնակիցն եք, դուք իրավունք ունեք ամեն պրոցեսին մասնակցելու, ներկայացրեք ձեր գաղափարները, ձեր խնդիրները, ձեր օրինագծերը, սա ձերն է,
Սա մերն է, մեր բոլորով մենք պետք է կառավարենք մեր ապագան։ Դե լավ, առայժմ ձեր ցավը տանեմ։ Ախ